լինում են, որ դժվարություններ է լինում մարդու կյանքում ու դժվարությունները նոր հնարավորություններ է բացում։ Դա նրա համար է քեզ տրված, որ դու քո կոմֆորտ զոնայից դուրս գաս ու աճ գրանցես։ Դու քաղաքները բաժանում ես սերերի, ոնց։ Պես մեծ կոնքերով, մեծ կրծքերով։ Ուզում եմ տեղում ծանոթանալ մարդկանց հետ, նրանց հետ շփվել։ Դու գտիր քեզ հոգեհարազատ միջավայր, իսկ այդ մարդիկ արդեն կգտնվեն։ Սկսել քչից բարձրանալ դեպի ավելի շատը։ Ընտրում ես երկիրը, հետո ընտրում ես այդ երկրի տեսարժան վայրերը։ Շատ սիրուն ձևով խոսում ես իտալացիների մասին։ Միակ տարբերությունն է նաև թերևս կարևոր այն է, որ իրենք կարողանում են վայելել կյանքը։ Ճամփորդելը ապրելակերպ է, որի միջոցով մենք երբեք նույնը չենք լինում։ Ողջույն իմ հավատարիմ YouTube-յան դիտողներ։ Ձեզ հետ ձեր ճամփորդական ուղեկիցն է Լիաննան, եւ ես այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուր եւ ունենալու ենք բովանդակալից եւ հետաքրքիր զրույց, քանի որ նա Գոհար Հայրապետյանն է։ Ողջույն Գոհար։ Ողջույն Լիաննա, շնորհակալություն այս հրավերի համար։ Ես հատուկ պատրաստվել եմ, համահունչ հագնվել եմ այս կանաչ ինտերիերին համապատասխան։ Գոհար Հայրապետյան, հեռուստահաղորդավար, լրագրող։ Գոհար ջան, ես գիտեմ, որ վերջերս դու շատ քիչ ես լինում Երևանում, իմանալով, որ դու այստեղ ես, ես այս առիթը բաց չթողեցի եւ ուզեցի, որ լինես մեր հյուրը, քանի որ շատ ես ճանապարհորդում, ուզեի, որ կիսվեիր քո ճամփորդական հնարքներով եւ փորձով, քանի որ ունկնդիրները սպասում են լավ լայֆհակեր քո կողմից, ինչ կասես։ Պատրաստ ես այսօր մեր հետ մի քիչ անկեղծանալ։ Փորձեմ անկեղծանալ, դժվար է, իսկապես ճամփորդելը դժվար է, որովհետև կա, այսպես ասած, իրականությունը, որը մնում է հաճախ կադրից դուրս, թեև ես փորձում եմ ներկայացնել նաև այն բարդությունները, դժվարությունները, որը կադրից դուրս են մնում, այդ գեղեցիկ սնդուսափայլ ռիլերի, նկարների ետևում, երբ դու մասնավորապես ճամփորդում ես իբրև նաև լրագրող, որտեվ ես իբրև լրագրող եմ ճամփորդում հաճախ, դժվար է բավականին ու պետք են որոշակի հմտություններ, որը սիրով կկիսվեմ այսօր քո ընկերների, դիտորդների հետ, իրենց համար մի շարք լայվ հակեր կան։ Ես պատրաստվում եմ ցանկացած երկիր, ցանկացած քաղաք գնալուց առաջ ես պատրաստվում եմ այդ երկրի համար, լրագրողները ունեն, այ լրագրողների տեսանկյունից ես ասում, լրագրողները ունեն այսպիսի մի տերմին, կոչվում է ֆիքսեր։ Ֆիքսերը դա մարդ է, որը երբ լրագրողը մեկնում է որևէ երկիր նախապատրաստելու հարցազրույցներ կամ այդ երկրի մասին պատմություն, գտնում է տեղացի մի կամ լրագրող է լինում, կամ ինչ որ ծանոթ մեկը, որը նրան ուղեկցում է, տանում է, կազմակերպում է, օգնում է այդ հարցը։ Այսինքն տեղի լոկալ բնակիչ պետք է, շատ դա կոչվում է ֆիքսեր, դա լրագրողական այսպես ասած ժարգոնով ֆիքսերն է, բայց դա կարելի է կիրառել նաև սովորական ճամփորդությունների ժամանակ, երբ դու ինչ-որ տեղ ես մեկնում, կարող ես իմանալ ծանոթներ, հատկապես որ մենք հայերս ցանցային պետություն ենք, չկա որևէ երկիր, որտեղ հայ չլինի, որտեղ իմ պրակտիկան ցույց է տվել, հնարավոր չէ ես աշխարհի որ ծայրում լինեմ, միշտ գտնվում է մի հայ, որ այդ պահին գալիս է քեզ օգնում է։ Պատրաստ է, շատ անմիջական, փորձում է ամեն հարցով օգնել։ Իմ փորձը ցույց է տվել, որ այո, բոլոր ինչքան էլ ասեն, որ մենք հաճախ ասում ենք, չէ, մենք ամենաազգն ենք, մի մասը դա այսպես սնապարծություն է ընդունում, մյուսը ասում է, սկսում է փնովել, չէ, մենք լավը չենք, բայց իրականում մենք իսկապես շատ լավն ենք։ Ես չի եղել դեպք որևէ երկրում, որ լինեմ ու խնդիր ունենամ ու տեղի համայնքը կամ հայը չգա անմիջապես օգնության չհասնի, օգնության ձեռք ինձ չմեկնի, պրակտիկորեն չի եղել իմ կյանքում այդպիսի դեպք, որ դու ես բախտավոր, թե կարծում ես ամեն դեպքում դա հայի հատկանիշ է։ Մենք կարողանում ենք։ Իսկապես ես ինչքան ճամփորդել եմ, հասկացել եմ, մենք շատ լավն ենք։ Իսկապես մենք շատ լավն ենք, դա գլուխ չեմ գովում, ազգային սնապարծություն չի։ Մենք կարողանում ենք միմյանց այդպես նեղ պահին հասնել, միշտ օգնում ենք, միշտ հասնում ենք նեղ պահին։ Իմ կյանքում մի պրակտիկայում դեպք է եղել, երբ իմ գործընկերը օպերատորի հետ մեկնել էր Ֆրանսիայում պետք է նկարահանում անել, ես այդ ժամանակ մեկնել էի Վիեննա։ Վիեննայում ամեն ինչ պատրաստած է, հարցազրույցները որոշած են, պայմանավորված է Մխիթարյան միաբանության բոլոր այդ համակարգի հետ, որ պետք է նկարեմ։ Իմ գործընկերը Ժիրայրը բերեց օպերատորին իջացնում է Լիոն, ուրիշ այլ քաղաք, իրեն գալիս են մեքենայով, իջեցնում է օպերատորին տեխնիկա, որ նա այնտեղից թռնի Վիեննա։ Ու հետո Ժիրայրը վերադառնում է Փարիզ, Փարիզից պիտի հետ թռնի։ Լիոնում ցույց է լինում, որոշում են, որ պետք է ավիափոխադրողները լոկալ նրանք ցույց են հայտարարում,
Ու այս մեր օպերատորը այդ տեխնիկայով հանդերձ երիտասարդ 18 տարեկան տղա, որը առաջին անգամ է մեկնել արտերկիր ու մնացել է ինքը այդ օդանավակայանում, ոչ կարողանում ինչ որտեղ գնալ ծանր տեխնիկայով, ոչ որտեղ ինչ որ ավտոբուսներով տանում են դեպի Փարիզ, բայց ինքը այդ տեխնիկայով չի Չի կարողանում, կարող, պատկերացնեք այն 90-ականների ավտոբուսի հերթը ոնց են գրոհում։ Ու այս տղան չի կարողանում այդ տեխնիկայով հանդերձ գնա գրոհի։ Ու մենք այսպես ամբողջ պլանները խառնվում է, ես Վենայում սպասում եմ Ժիրայրը ճանապարհին, այս տղան այդ Լիոնում է։ Ընդհանրապես մի հատ Facebook-յան ստատուս եմ գրել, խնդրել եմ ասել եմ, որ այսպիսի Եվ հարյուրավոր հայեր մի հայ կազմապատրաստ անմիջապես դա տարածեցին տարբեր ինչ որ փակ չաթերում, խմբերում Ֆրանսիայի հայտնվեց մի հայ, որը հենց այդ պահին, չգիտեմ, ավտոյի մեջ էր, մեքենայի մեջ էր, նա զանգահարում է իր ընկերոջը, որը գտնվում է Լիոնում, այս ընկերը գնում է այդ տղային մեր օպերատորին վերցնում է, բերում է տալիս այդ կապող օղակին, սա այդ մեքենայով բերում, նստացնում, հասնում է Փարիզից թռցնում են, ուղարկում են Վիեննա, Վիեննայում բերում են ինչ-որ ուրիշին են զանգում, դիմավորում են Վիեննայում, բերում են իմ հյուրանոցի դռան դեմը ծեծում են, օպերատորին այսպես տեխնիկայով հանձնում են։ Ես լրիվ հիշեցի Ամանորյա յոլկի տոնածառ ֆիլմը, այդտեղ շղթայական լրիվ կապի մեջ էր, այս քո պատմությունը ինձ այդ ֆիլմը հիշեցրեց։ Այստեղից քո լայֆ հակի իմաստը կայանում է նրանով, որ եթե դու ճանապարհորդում ես, նոր երկիր ես բացահայտում, այո, գտիր այդտեղ մի հայ ընկերոջ եւ նրա հետ փորձես ճանապարհորդել։ Կամ խորհուրդները թող քեզ տա, ինչ խորհուրդներ։ Երկրորդ լայվ հակերից, որ ես հիմնականում կիրառում եմ, առաջինը սկսում եմ ուսումնասիրել տվյալ երկրի տրանսպորտային համակարգը։ Սա շատ կարևոր է, որովհետև երկրներ կան, դա մեզ նման չէ, որ տաքսիները բավականին մատչելի են։ Երկրներ կան, հատկապես եվրոպական երկրներում, տաքսիները շատ-շատ թանկ են, ու դու պետք է հասկանաս, թե դու ինչպես ես հասնելու օդանավակայանից քո հյուրանոց առհասարակ ինչպես ես տեղաշարժվելու քաղաքում։ Առաջինը պետք է սկսես ուսումնասիրել։ Միասնական տոմսեր կան, որ կարող ես գնել եւ ամեն ինչը իմանաս օրենքները, որովհետև ինձ հետ դեպք եղել նույն Գերմանիայում տարիներ առաջ, երբ ես չգիտեի, որ իրենց մոտ կան տոմսեր կայարանի համար կա, այսինքն կտրվածքով ես գնել էի, ինձ թվում էր թե ամբողջական տոմս են, բայց պարզվեց, որ այդ տոմսը այս կայարանից մինչև այս կայարանի տոմսը, հետո մտան եւ ինձ տուգանեցին 60 եվրո, որովհետեւ ես զուտ օրենքը չէի կարդացել, որ իրենց մոտ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, տարբեր գների տոմսեր կան, այսինքն դու այս ամենը պետք է նախապես իմանաս, եթե ուզում ես խնդիրների առաջ չկանգնել։ Ու սա մյուս լայֆ հակն է, որ ես անմիջապես կիրառում եմ, սովորում եմ բացահայտում ուսումնասիրել տրանսպորտային համակարգը։ Տրանսպորտային համակարգն եմ ուսումնասիրում ու ինչպես եմ ընտրում հյուրանոցները։ Ֆայ դա շատ մյուս լայֆ հակը, որ կիսվեմ անպայման։ Բայց հաղորդման սկզբից ասախ լայֆ հակերը կիսվեցիր, բայց պետք է աստիճանաբար պետք է։ Յանե ջան, այնքան շատ են այդ լայֆ հակերը։ Ես լավ, մի հատ է լայֆ հակ ասա եւ մենք ասեմ։ Հյուրանոց ընտրելը, սա շատ բարդ process է, որովհետեւ դու կարող ես ընտրել, նայել նկարները։ Իսկ հյուրանոց ես ընտրում, թե հյուրատուն կամ ուղակի տներ։ Կախված նպատակից։ Եթե մեկնում եմ լողափնյա հատկապես հանգստի, ընտրում եմ պարտադիր հյուրանոց, իսկ եթե մեկնում եմ գործնական ճամփորդություն, այլ տարբերակներ եմ դիտարկում, հյուրատներ, Airbnb-ով եմ հաճախ օգտվում, բայց վերջերս Airbnb ալգորիթմները, ես դա պարզեցի վերջերս, շատ վատ են աշխատում, որովհետև այնտեղ կա խնդիր, իրենք վստահության երրորդ երկրների հանդեպ անվստահություն ունեն, հենց ալգորիթմները։ Այսինքն այնպես է դրա, ինչպես դա եղավ, մենք Իտալիայում այդպես տուն էինք ման գալիս, մեծ, որովհետև մեծ ընտանիք է։ Չէ, լավ առաջարկները ցույց չէր տալիս։ Այսինքն ինքը լավ առաջարկները որ երկրների համար է պահում։ Հենց պահում է եվրոպական երկրների համար։ Ես որտեվ հետո երբ որ ես մեր ընկերները ընտանիքից անդամները նայում էին Հայաստանից, շատ վատ առաջարկներ են բարձր գներով։ Բայց երբ ես Իտալիայում էի, հենց Իտալիայից սկսեցի նայել, ֆանտաստիկ էժան մի վիլա գտա, ես չեմ կարող նկարագրել ինչ էժան, ինչ հրաշալի մի հատ վիլա էր, ու հետո ես պարզեցի, որ ալգորիթմները ու հաճախ այդ տանտերերն է չգիտեն։ Դա Airbnb-ն է անում, որպեսզի ապահովագրի իրեն երրորդ երկրներից, այսպես ասած, անհաջող, անվստահելի հաճախորդները, որ չչացնեն ու բայց դրա համար կարող եք VPN-ով փոխել, այսինքն կարող եք VPN-ով փոխել։ Լայֆ հակ է, այո, գալիս է նոր լայֆ հակեր ընտրել։ Airbnb-ը եթե դիտարկում, որ ավելի մատչելի է տալի ու լավ տարբերակներ է տալիս, կամ նորից մեկին գտնում եք այդ տվյալ երկրում, խնդրում եք ասում եք դու նայի, մեզ ուղիղ հղումը ուղարկի, ուղիղ
հղումով կարող եք նայել, որովհետեւ այսպիսի խնդիրներ էլ կա։ Այս շատ լավ։ Դու խոսացիր Airbnb-ի մասին ու ես մի հատ պատմություն հիշեցի դրա հետ կապված, որ կուզեմ քեզ հետ էլ կիսվեմ ու քո կարծիքը լսել։ Լինում են, որ դժվարություններ է լինում մարդու կյանքում ու դժվարությունները նոր հնարավորություններ է բացում, տրամպլին է լինում վերերք շարժվելու համար։ Լինում է մարդիկ ընդգծում են, լինում է որ հնարավորություն է ստեղծում։ Նույն այս պատմությունը Airbnb-ի մասին, եւի դու լսել ես, որ 2007 թվականին 3 ընկերներ չէին կարողանում իրենց բնակելի տարածքի վարձը վճարեին եւ ինչ արեցին, որոշեցին, որ այդ ժամանակ Սան Ֆրանցիսկո քաղաքն էր, այդ ժամանակ գնում էր մեծ կոնֆերանս եւ հյուրանոցները գրեթե բոլորը զբաղված էին։ Որոշեցին, որ պետք է իրենց տունը, տան հատվածը, տան ենթավարձակալության եւ նույնիսկ մեջը ներառեն նախաճաշ։ Այս նախագիծը լավ հաջողություն արվեց եւ ընկերները որոշեցին, որ բացեն պորտալ, հարթակ, որտեղ կներկայացվեն բնակելի տներ։ Այստեղից էլ ծագեց Airbnb, եթե ով չգիտի, այդ կոնցեպտը։ Դու համաձայն ես, որ կյանքում դժվարությունները նոր հնարավորություններ են բացում եւ նույնը ճանապարհորդությունների մեջ դու գնում ես գնացքից ուշանես մեկ էլ մի հատ նենց հնարավորություն է բացվում որ դու չէիր էլ մտածի որ դու դա կարող ես ունենալ ինձ հետաքրքիր է նման դեպքեր քո կյանքում եղել են որ դժվարությունները քո համար լինեն տրամպլին այսինքն ավելի վերելքի աղբյուր բազմիցս դժվարությունները հենց դրա համար են որ դու կարողանաս աճես դա նրա համար է քեզ տրված որ դու քո կոմֆորտ զոնայից դուրս գաս ու աճ գրանցես հատկապես ես միշտ ասում երբ դու ընկնում ես դա նորմալ է պետք է նույնիսկ կարող է ուրախանաս այդ բայց այդ ընկած մնալ արդեն ընտրության հարց է դու ես ընտրում դու ուզում ես ընկած մնալ թե ուզում ես առաջ շարժվել ինչ որ դաս է ուզում կյանքը գուցե քեզ տալ, որ այդ դժվարությունների առջև է քեզ կանգնեցնում, նոր հնարավորություններ, նոր ծանոթություններ ու շատ է պատահել իմ կյանքում, երբ ես ձգտել եմ, ուզել եմ, հասել եմ անպայման ասեմ, ես պիտի սրան հասնեմ, բայց ահա որ դժվար է եղել դրան ենթադրենք հասնելը իմ կյանքում, ամեն ինչ արվել է, որ ես դրան չհասնեմ։ Ես հետո հասել եմ այդ դրան Շատ վատ բաներ են ինձ հետ պատահել։ Այսինքն դա նշան է։ Ես պիտի հասնեի դրան։ Ինձ դիեզերք կասենք վերին ուժեր, Աստված, չգիտեմ, էական չէ, բայց ինձ նախազգուշացնել մի արա, մի գնա դրա հետևից, դա քեզ պետք չի, դու գնաս, դա քեզ լավ բան չի բերելու, որովհետև հաճախ ասում են, երբեմն մեզ պատժում են մեր երազանքները իրականացնելով։ Այսպիսի պահել կա, երկայք է, բայց այն միանշանակ, որ եթե ինչ որ դժվարություն է լինում կամ ինչ որ փորձություն է լինում, քեզ ինչ որ բան են դրանով ուզում ասել, ուզում են բացատրել քեզ կամ քեզ շանս են տալիս, որ դու փոխես քո միջավայրը, աճես կամ նոր մասնագիտություն ձեռք բերես, նոր սեր ձեռք բերես, նոր ընկերներ, ծանոթություն, հնարավորությունը պետք է օգտագործես, որովհետև տիեզերքը միշտ տալիս է շանսեր։ Այդ մեզնից է նաև կախված, մենք նկատում ենք դրանք, թե ոչ։ Այն հայտնի անեկդոտի նման ասում եմ, ես ուղարկել եմ, այդ դու չես տեսել այդ շանսերը։ Ու նման մի բան կա, երբ տալիս է այդ շանսը, մեկ է տալիս, Անխելք մարդու պատմությունը հեռու չգնանք։ Ու դու չես օգտագործում, հետո էլ չի տալիս այդ տիեզերքը այդ շանսը։ Չի տալիս, ասում եմ, ես քեզ տվել եմ, դու չես օգտագործել։ Շատ հետաքրքիր այն փիլիսոփայությունը խորհելու տեղ թողեց եւ կուզեմ որ մեր ունկնդիրներն էլ մեկնաբանություններում գրեն թե ինչ շանսեր են կյանքում ունեցել, որոնք դարձրել են նրանց համար հաջողության հիմնաքար։ Հետաքրքիր կլինի, հետո կարդալ մեկնաբանությունները։ Շատ լավ Գոհար ջան, ես գիտեմ, որ դու շատ լավ ակտիվ Insta page ունես, որտեղ տեղադրում ես քո տեսանյութերը, քո պոստերը ու հասկանում եմ, որ քո ճանապարհորդությունները իհարկե ընդլայնում է քո աշխարհայացքը, ցանկացած մարդ ճամփորդելիս ընդլայնում է աշխարհայացքը, փոխում է արդեն ոչ թե դառնում է ուղակի ինչ որ երկրի քաղաքացի, այլ աշխարհի քաղաքացի, որտեղ ավելի շատ համընդհանուր են մշակույթները, մարդկանց եւ էներգետիկային է ավելի շատ ուշադրություն դարձում, քան կրոնական խտրականություններին, ազգություններին, նույնիսկ սեռերին։ Բայց մի հետաքրքիր պոստ եմ կարդացել, որ դու քաղաքները բաժանում ես սեռերի, ոնց, ես չեմ պատկերացնում ոնց է, որ Հռոմը դա իգական սեռը կամ արական է, իսկ Միլանը օրինակ հակառակը։ Ես կուզեմ, որ մի քիչ դրա մասին խոսես, որտեղ ինձ դա իրոք հետաքրքրեց եւ հասկանանք ոնց ես դու հասկանում տվյալ քաղաքը, որ սեռին է պատկանում։ Ահա այո իսկապես այդ ես նկատել շատ ճամփորդել արդյունքում ես հասկացա որ քաղաքներ ունեն սեռ գենդեր այս բառը չեմ ասում այդքան է բայց ունեն սեռ ու հստակ ինձ համար երբ ես մտնում եմ այդ քաղաք փորձում այդ վերջում եմ ես հասկանում ինքը ինչ հատկանիշներից ելնելով Նեապոլը ինձ համար դա կին է
այսպես մեծ կոնքերով, մեծ կրծքերով, որ կարող է քեզ ապտակել, հետո սեղմել կրծքին, կերակրել, արցունքներդ սրբել, ինքը կին է։ Ես լրիվ պատկերացրեցի, գիտես, այդ քո ասած կերպարը։ Գլադիատոր է։ Հռոմը ինձ համար ավելի տարեց տղամարդ է, սպիներով, այդպիսի գլադիատորի տեսքով, կոստյումով, բայց տակից այդ սպիները երևում են։ Իսկ Լոնդոնը օրինակ Այ Լոնդոնում չեմ եղել, ես չեմ Փարիզը, ես հիմա սպոնտան Փարիզում հաստատ եղել եմ այն քաղաքներում, որ կարողանում եմ նկարագրել, որտեղ ապրել եմ, որտեղ շրջագայել եմ։ Լավ, արի Փարիզի սերն է որոշենք ու անցնենք առաջ։ Փարիզը ավելի էսպիսի աղջիկա, չէ, իգական, չէ, ինձ համար աղջիկին է։ Փարիզը միանշանակ կին է ինձ համար, բայց ավելի այսպես էլեգանտ, սպիտակ ալեխառն մազերով, պարտադիր ծխում են ու ծխում է մունդշտուկով ինձ համար, կարմիր շրթներ կեքսում Փարիզը ու նաև սիրում է շատ շփվել բաց է, այսինքն տարբեր մարդկանց, տարբեր ներկայացուցիչներ հետ ինքը սիրում է նստել սրճարանում, ծխել այդ իր մունդշտուկով ծխախոտը, ուշադիր նայել ուրիշներին, շփվել, անպայման փոքր շունիկ ունի, շունիկ այսպես ունի, դեկորատիվ։ Ես այդպես եմ Փարիզը ընկալում։ Հետաքրքիր է, որ Ամստերդամը ինձ համար օրինակ ծեր ծովահեն էր էլի, այդպես ծխամորճով ծովահեն, կնամոլ, որ անթիվան համար կանայք ունի տարբեր տեղերում, բայց ամեն անգամ երբ ծովից վերադառնում է, գնում է Կարմիր լապտերների փողոց, ինքը այնտեղ մշտական հաճախորդ է ու այնտեղ իրեն բոլորը ճանաչում են։ Շատ հետաքրքիր է, կարող ենք այս քաղաքների մասին անվերջ խոսել, որ դու այնքան սիրուն ես իրոք ներկայացնում ու ես ամեն քաղաքում որ եղել եմ, իրոք պատկերացնելով քո ասոցիացիաների համադրությունը միանշանակ պատկերացնում եմ, անկեղծ եմ ասում։ Դա անձնական է նաև։ Կարող է ինձ մոտ օրինակ կարող է ինչ քեզ օգնում է քո լրագրության մասնագիտությունը։ Ես գիտեմ, որ դու 26 տարվա փորձ ունես ու իհարկե հիմա քեզ հեշտ է ինչ որ երկրում լինել ու շփում հաստատել, կապեր հաստատել, քանի որ դա քո մասնագիտության ու պրոֆեսիայի մի մասն է։ Բայց ինչ անեն այն մարդիկ, տղաներ կամ աղջիկներ, ովքեր այդ հմտությունը չունեն, որը դու ունես, բայց իրենք մենակ են ճանապարհորդում, բայց ուզում են տեղում ծանոթանալ մարդկանց հետ, նրանց հետ շփվել, նոր կապեր հաստատել, նոր ծանոթություններ, ինչու՞ չէ դառնալ լավ ամուր ընկերություններ։ Ինչ խորհուրդ կտաս։ Ես կուզեմ, որ քո փորձառությունը այս գործում էլ մենք օգնենք, որ մեզ դիտողները նայեն, ասեն, այ սրանից հետո Գոհարի խորհրդից հետո ես հիմա արդեն շատ ընկերներ ունեմ արտերկրում։ Մարդիկ հաճախ սխալ են գնում սխալ ճանապարհով։ Նրանք փորձում են գտնել օտար քաղաքներում կամ երբ տեղափոխվում են, միգրացիա է տեղի ունեցել այդ մարդու կամ ընտանիքի կյանքում, նրանք փորձում են գտնել մարդկանց, բայց դա շատ բարդ է։ Իմ կյանքի փորձը ցույց է տվել, որ դու պետք է գտնես ճիշտ միջավայր քո հետաքրքրություններին համապատասխան։ Այսինքն, եթե դու սիրում ես կարդալ, դու սիրում ես գրականություն, դու սիրում ես արվեստ, դու պետք է հաճախես թատրոններ, գրադարաններ, արտ երեկոներ, այսինքն այն միջոցառումները, որտեղ քո մտածելակերպը տեսլական ու կիսող մարդիկ են։ Դու գտնում ես ճիշտ վայր, իսկ այդ մարդիկ իրենց կգտնվեն։ Եթե դու սիրում ես սպորտ, ակտիվ ես, կամ ակումբներ ես սիրում, դու գնում ես պետք է գնաս, դու չես կարող, շատ քիչ է հավանականությունը, որ դու կարող ես, չգիտեմ, արվեստի թանգարանում գտնես քեզ հետաքրքիր սպորտով զբաղվող կամ շատ քիչ կա, բայց քիչ է հավանականությունը։ Այսինքն դու պետք է փոքր այլ լոկացիա ընտրես քո հետաքրքրությունների համար, մարդասիրահներ, ակումբներ, որտեղ զբաղվում են հայքինգով, դու գտիր քեզ հոգեհարազատ միջավայր, իսկ այդ մարդիկ արդեն կգտնվեն, որովհետև դու չես կարող գնալ սրճարանում նստել ու ակնկալել, որ հիմա քո արժեքները կիսող մարդը կգա ու հենց կողքդ կնստի ու կպատվիրի այն սուրճը, որը դու սիրում ես։ Բայց լինում է, որ շատ հաճախ նույնիսկ ինքնաթիռի մեջ այնպիսի ծանոթություններ են լինում, որ վերածվում են գործընկերների, ամուր կապերի, շատ հաճախ ֆիլմերում էլ նույնիսկ տեսնում ենք, բայց դա միայն ֆիլմերում չէ, իրական կյանքում նույնիսկ լինում է։ Շատ է լինում։ Իմ կյանքում նույն Նեապոլում ես սրճարաններ, մտասրճարան, այնտեղ պապիկները քաղաքականությունից էին խոսում, որտեղ հասկացա Բերլուսկոնի այդ խոսում էին շատ կրկոտ էսպես իրանց ձևերով։ Խնդրեցի, ասի կարող եմ նկարել ու այդ պահին մի հատ նրանցից ինչ որ մեկը ոտքի կանգնեց, ասաց, վայ, ես էլ եմ լրագրող, պետք է կարող եմ թարգմանել, քանի որ ես իտալերեն չեմ խոսում, ասաց, եթե պետք է կարող եմ
լրիվ պատահական դա հայտնվում է իդեպ ինքը եղել էր Հայաստանում, իր ընկերուհու հետ եկել էր, հիացած էին Հայաստանով, մենք կոնտակտներ փոխանակեցինք, նրանք պատրաստվում են գալ Թբիլիսի իր ընկերուհու հետ, այնտեղ հաղորդումներ նորից պետք է անի այդ ցույցերի վերաբերյալ քաղաքական թեմաներով, սա ճամփորդության հետ կապ չունի, բայց լրիվ պատահական հենց այդ սրճարանում հայտնվում է լրագրող, որը ինձ օգնում է թե թարգմանել, որովհետև իտալերեն էին խոսում բոլորը, նրանք անգլերեն Ընդհանրապես իտալերեն չես հասկանում։ Շատ չնչին, բայց նրանք էլ անգլերեն չեն խոսում, այդպես դժվար է կոմունիկացվել, մի խոսքով հենց այդ բանը գտնում է լրագրող, որը նկարում է։ Այսինքն շատ է լինում այդպիսի դեպքեր։ Ինձ թվում է դու տիեզերքետ կապերել ես հաստատում, իրականում կա տենց բան, երբ որ դու ինչ էներգետիկա ուղարկում ես, դա քեզ հետ է գալիս, այդ թե ճանապարհորդելիս, թե ուղղակի առօրյայում։ Համաձայն եմ, միանշանակ դրա համար ես միշտ բնդում եմ ու ասում եմ անգամ եթե դուք տրամադրություն չունեք, անգամ եթե դեպրեսիայի մեջ եք, ինչ-որ վատ բան է ձեզ հետ պատահել, պարզապես հավաքեք ձեզ, փորձեք այդպես ավելի դրական էներգիա փոխանցել աշխարհին ու դա հետ է գալիս, անպայման հետ է գալիս։ Շատ լավ։ Հիմա այնպեսի դարում ենք ապրում, որ սթրեսերը անբաժանելի մասն է կազմում մարդկանց, քո կյանքում հաստատ եղել են, մենք հաղթահարել ենք։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ դու իրոք հանգստի կարիք ունես ու իրոք այս պահին այն որ ուզես էլ քո մթնոլորտը, քո էներգիան չես կարա փոխես, որն է ստրեսից դուրս գալու քո տարբերակը, քո դեղամիջոցը մի հատ կկիսվես։ Վայ, հիմա որ ասում կծիծաղես լիան։ Միակ տեղը, որտեղ ես լիարժեք հանգստանում եմ, դա Եգիպտոսն է, Շարմ el-Շեյխը։ Աշխարհի այն ֆիլմի նման են, որ ուր գնում ասում է, չէ, սա Օստապ Բենդերը, սա Ռիո դե Ժանեյրոն չէ, հիմա դա իմն է։ Ես ուր գնում եմ հանգստանալու, միակ տեղը, որտեղ ես իսկապես հանգստանում եմ, դա Կարմիր ծովն է։ Ես չգիտեմ Կարմիր ծովը ինչ էներգետիկա ունի, ես չգիտեմ ինչպես է ինձ վրա ազդում, բայց Ո՞ք ես դուր եկալ all inclusive систеման։ Չէ, all inclusive տարբեր տեղեր եմ գնացել։ Կարմիր ծովի էներգետիկան է։ Չգիտեմ ինչ է ծովի էներգետիկան, Կարմիր ծովի ինձ վրա մի ուրիշ ձև է ազդում, ես վերականգնվում եմ ամբողջապես, թե հոգեպես, թե ֆիզիկապես, այդ շատ աղի է այդ Կարմիր ծովի ջուրը։ Նաև եկեք չմոռանանք Կարմիր ծովի բիբլիական այդ կոնտեքստը, որը եթե հիշում եք Մովսեսը կիսեց Կարմիր ծովը ու գնաց ավետյաց երկիրը տարավ, ինչ որ բիբլիական մի բան կա, ես չգիտեմ ինչ էներգետիկա ունի այդ ծովը, բայց ես ամբողջությամբ վերականգնվում եմ ու մենք բոլորս գիտենք, որ Եգիպտոսի գուցե սերվիսը կամ սնունդը երբևէ չի հասնի թեկուզ նույն Հունաստանի միջերկրծովյան այդ սննդակարգին, բայց դա ինձ համար կապ չունի ծովը։ Հետաքրքիր է քեզ համար, քանի որ մենք ունենք Եգիպտոսում տարբեր շաբաթական մի քանի անգամ թռիչքներ ու բավականին հազարավոր մարդիկ են տարվա ընթացքում թռնում Եգիպտոս, եթե Կարմիր ծովը տենց լավ ազդեցություն էր ու հիմա պետք է բոլոր մարդիկ այսպեսի դեմքերով քայլեին փողոցներով, քանի որ շատ են մեկնում Եգիպտոս, բայց դրա համար են մեկնում Լիաննա։ Ես անպայման կասեմ, որ այդ հարցը քննարկման տան, այսինքն քո ստրեսից դուրս գալը Եգիպտոսի մեկնելն է, Կարմիր ծով մեկնելն է։ Շատ լավ։ Իսկ որ եվրոպական քաղաքները Գոհարժան քո համար դու կառանձնացնես որպես արվեստի սիրահարների համար, այն մարդիկ օրինակ սիրում են արվեստ, եւ նրանք չեն ճանապարհորդել, առաջի անգամ պետք է ընտրեն իրենց եվրոպական քաղաքը, որ քաղաքները օրինակ քեզ դու կառանձնացնես արվեստասերերի համար։ Ես Ֆլորենցիան եմ միանշանակ շատ սիրում արվեստի տեսանկյունից, ամբողջ Ֆլորենցիան դա ցենց քայլող արվեստ, որ երբ ասում են թանգարան արվեստի թանգարան, բաց երկնքի տակ եզակի հավաքածուներ կան Ուֆիցին, կամ առհասարակ դու պարզապես ամբողջը ներծծված է այդ ու հետաքրքիր է եզակի քաղաք է Ֆլորենցիան, որ ժամանակակից կոնսերվացված այդպիսի արվեստ չէ, ինքը շնչող արվեստ է։ Օրինակ այս վերջին անգամ երբ ես գնացել եմ այնտեղ Պիտիումոն լուսաբանելու, ամենամեծ տղամարդկանց նորաձևության շաբաթն է այնտեղ լինում, տեղը ոչ թե շաբաթը ավելի շատ նաև բայերների համար է, տենդենսներն են, միտումներն են հիմնականում ներկայացվում ու ամբողջ Ֆլորենցիայի փողոցները լցված են, մենք ֆիլմերում, ռիլերում ենք այդպիսի հագնված տղամարդկանց տեսնում։ Ճաշակով, բարձր ճաշակ։ Ասենք դու կարող ես զուգարանի հերթում տեսնել մոդելների նման հագնված տղամարդկանց, դա շատ ծիծաղալի է, իհարկե դու այս տեսակ ինքնագնահատական ծիծաղալի եւ հաճելի, ինքնագնահատականը անկեղծ ասած ընկնում է, ես այնքան էի տեսա այդ
հոգնված, բջնված տղամարդկանց, որ մի հատ սովորական սպիտակ վերնաշապիկով ամերիկացի այդպես կեպկայով տեսա, նենց է ուրախած է։ Մերոնքական է, հա։ Վերջապես կարող եմ տեսնել, շատ այդպես մի քիչ ստրեսային է, որ դու քեզ մի տեսակ ինքնագնահատական բացարձակ կանանց հակացուցված է այնտեղ գտնվել բոլոր կարծեմ որ պետք է ընդհակառակը բարձրանալ ինքնագնահատականը, քանի որ բարձրաճաշակ եւ գեղեցիկ տղամարդկանց շրջապատում հայտնվել է բարձրացնում է քո բայց իրենք կենտրոնացած են, հա, իրենք իրենց կենտրոն, այդ ուրիշ տարբերակ է, կենտրոնացած բոլորը իրենցով են հիացած։ Ես դա անվանեցի սիրամարգների շքերթ, այդպես սիրամարգներ են բոլորը այդպես քայլում ու դու քեզ սիրամարգների բնության մեջ եւս, չէ, էքերը շատ անշուք են, մոխրագույն գորշի տարբերություն որց տղամարդկանց սիրամարգների այդ պոչիկներով, այդպես կանաչ։ Ճիշտ է։ Մի խոսքով, բայց Ֆլորենցը միանշանակ, այսինքն դու կարող ես մտնել second hand ու այնտեղ տեսնել second hand ասելով, այնտեղ այնպիսի շանելի կամ այնպիսի բրենդերի հավաքածուներ են եզակի, որ դու դժվար ուրիշ տեղ գտնես, որովհետև հատուկ նրանք գնում են, որսում են, բերում են ու այդպես վաճառում են այնտեղ կարող են արվեստի գործեր լինել, արձաններ ու կողքը DJ է նվագում, ենթադրենք։ Ինքը շատ ժամանակակից այդ շունչը պահում է կամ Balenciaga հագած մի տիկին է մտնում մեծ տարիքի ու մասնակցում է այդ ամբողջ միջոցառման ու դու այսպես զարմացած նայում ես ոնց կարող է արվեստը, պատմությունը, ժամանակակից միտումները այսպես միախառնվեն ու հետաքրքիր սիմբիոզ։ Ֆլորենցիայի նաև կմիավորեմ նաև ֆիլմ արդյունաբերությունը, քանի որ շատ հետաքրքիր բեսթսելերներ նկարվել են հենց Ֆլորենցիայում, իհարկե։ Շատ լավ, իսկ որ պատմամշակութային այն թոփ վայրերը, սկսնակ ուղևորների համար դու խորհուրդ կտես ինչից սկսել, որ հենց այդ վայրերը, որ հետո քո ճանապարհորդությունը ավելի հետաքրքիր լինի, այսինքն սկսել քչից բարձրանալ դեպի ավելի շատը։ Դե նախ պետք է առաջնահերթությունները քեզ համար, եթե դու առաջին անգամ ես ճամփորդում, դու ընտրում ես երկիրը, հետո ընտրում ես այդ երկրի տեսարժան վայրերը, մոտավորապես հասկանում ես քանի օր ունես ու որքանը կհասցնես անել։ Կա ճամփորդողների երկու տեսակ։ Նրանք, որ գնում են արագ-արագ պարզապես նայելու, կես աչքով տեսան, որ ասեն ես այստեղ հաստատ եղել եմ ու վերջ։ Կա ճամփորդողների մեկ այլ տարբերակ, մեկ այլ տեսակ, որոնք գերադասում են ավելի քիչ տեսնել, բայց մանրամասն ուսումնասիրել, գնալ տարբեր շերտեր, խորքեր, թափանցել, այսինքն երկուսն էլ ընդունել է ինձ համար ի վերջո, որևէ մեկին չեմ քննադատում։ Դու առաջնահերթություններն ես քեզ համար սահմանում, եթե դու տեսնում ես, որ քո ժամանակը հերիքում է, ապա հա, իդեպ ասամ շատ լավ օգնում է նաև այս վերջերս ChatGPT-ին։ Դու տալիս ես, ասում ես, ես ուզում եմ այցելել այս տեղերը, ունեմ այսքան օր։ Խնդրում եմ կառուցիր ինձ համար այնպիսի մարշրուտ, այնպիսի ուղի, որ ես հասցնեմ այս բոլոր տեղերը այցելել։ Անձնական քարտուղարի աշխատանք է կատարվում։ Որովհետև այո, կարող է դու չիմանաս քաղաքը ու մտածես, որ ես կգնամ հիմա կտեսնեմ, ենթադրենք Հռոմում Պանթեոնը, հետո կգնամ Կոլիզեումը կտեսնեմ։ Հա, բայց հասկանաս, որ կողք են գտնվում։ Հա, բայց իրանք դու կամ կարող են տարբեր տեղեր լինել։ Իսկ երբ հստակ այդ կառուցվում է, քեզ համար դու հստակ այդ դրանով առաջնորդում ես, գնում ես առաջին այստեղ լոկացիոն, գնում ես հետո մյուսը Կոլիզեումից գնում ես Պանթեոնից գնում ես, չգիտեմ, Կարավաջո ես նայում, կողքի եկեղեցում։ Խոսքով այդ դու տալիս ես, կարևորը ճիշտ տաս այդ պրոմպտերը, այսինքն հարցումները։ Դու տալիս ես հարցումները, ասում ես, այսքան օր ունեմ, ես ինչ սխեման ճանապարհորդական քարտես, տուր ճանապարհային քարտես, որ օրը, որ ժամին, որտեղ ինչ ճանապարհով եմ գնալու։ Շատ լավ։ Դու շատ սիրուն ձևով ներկայացնում ես Իտալիան ու շատ սիրուն ձևով խոսում ես իտալացիների մասին։ Նույն ձևով ասացի, որ անդրադառնում ես քո պոստերի ընթացքում հիմնական Նեապոլ քաղաքին էիր անդրադառնում ու ասում էր, որ նրանք շատ նման են հայերին, նմանություններ էիր առանձնացնում եւ առանձնահատկություններ, ինչով են տարբերվում հայերից։ Մի փոքր խոսես այդ իտալական շունչի մասին, քանի որ Իտալիան ինձ թվում է միշտ արդիական թեմա է, բոլորին հետաքրքիր է։ Մի քանի ընդհանուր հատկանիշներ հայերի հետ եւ կատեգորիկ առանձնահատկություններ, տարբերություններ, որ նրանք կատեգորիկ տարբերվում են հայերից։ 3 կարող ես նշել։
Իսկապես նման են, կան վերջին այդպիսի հետազոտություններ կարդացի վերջերս, որ այդ ռուսկներից են, հատկապես այդ հարավի կողմի Իտալիան, այդ ռուսկներից են սերում ու հայերի ու գենետիկական անալիզ էին արել ԴՆԹ-ի մակարդակով նմանություններ իսկապես կար։ Նման են, այդ բաց են, շատ ջերմ են, հետաքրքրասեր են, այսինքն եթե դու հանկարծ մեքենայով կամ ոտքով ինչ որ քարտեզը բացած հանես, կանգնես, ուզենաս հասկանալու, անմիջապես մի քանի հարավի մասն եմ խոսում։ Հյուսիսը տարբեր է։ Կմոտենա, կհարցնի ինչ ա եղել, ինչով օգնել, ում ես փնտրում, ավելի շատ նման են այստեղ այս է ժողովրդին, այս է երկրներին, այս մեզ մոտել են, բայց մեզ մոտել են ավելի այդպես հյուրընկալ, փորձում են օգնել, նրանք շատ բաց են, ենթադրենք ես որևէ խնդիր չեմ ունեցել իտալացիների հետ հարցազրույց, անծանոթ մարդկանցից հարցազրույց։ Իմ պրակտիկայում գեթ մի անգամ է եղել, որ մերժվել եմ, դա Նեապոլի կադետական այդպիսի հատուկ համազգեստով ծովային ակադեմիայի ուսանող էր, ասեց չէ։ Դեպք չի եղել, որ ես հարցնեմ կա, անգամ մի անգամ ես ծովն էի նկարում, հունվարներ ու տեսա երկու հոգի լողում են ծովում, վազեվազ արագ կամերան արած վազեցին նրանց մոտ, այդպես կիսատկլոր երկու իտալացի են, ասի հարցազրույց կտակ ու նրանք այդպես լողազգեստով կիսաթած հարցազրույց տվեցին, խնդիր չունեն, իրենք ընդ որում մի կերպ չէ ոտքով ձեռով կես ասում են դուք իտալերեն խոսեք, ես թարգմանիչով Google-ով հետո մի բան կանեմ, շատ բաց են այդ առումով, նման են, որ սիրում են միակ տարբերությունն է նաև թերևս կարևոր այն է, որ իրենք կարողանում են վայելել կյանքը։ Ի տարբերություն մեզ։ Dolce vita։ Հեսա որ կա այնտեղ Dolce vita։ Կարողանում են, նրանք գտնում են, որ մենք եկել ենք այս աշխարհ կյանքը վայելելու, ապերոլ խմելու, կրուասան վայելելու, ուտելու, մենք չենք եկել։ Դու երբեք չես կարող իտալացուն աշխատանքային ժամից 1 րոպե դուրս զանգահարել, մեյլ գրել, նրանք պարզապես չեն պատասխանում։ Նրանք իսկապես չեն պատասխանում այդ կամ տոն օրերին։ Նրանք իրենց երբևէ նեղություն չեն տալիս այդ առումով, սուրբ է, հանգստի ժամը սուրբ է իրենց մոտ։ Անգամ չգիտեմ, մի անգամ եկեղեցում ես մտել էի, որպեսզի նկարահանումներ անեին խորքում, ժամը 1-ին նրանք եկեղեցին փակեցին, որտեվ գնում էին տներով։ Ես մնացել էի փակ եկեղեցում, պես մի կերպ գոռացի բաներից եկան բացեցին։ Տարբերություններից դա է, որ նրանք կարողանում են վայելել ու վայելելու համար պարտադիր չէ իրենց համար ծանր չի, սեղաններ լինեն, շքեղ, սպասք, ուտելիք։ Կարող են այս պահին վայելել, այս պահը վայելել։ Պրոսեկո կարող է լինել, ինչ որ բուտերբրոդիկներ, փոքրիկ էսպես ու նրանք այդպես անամպ իտալական երկնքին ծխի քուլաներ են բաց թողնում, ապերոլ են խմում, վայելում են կյանքը։ Վայելում են։ Այս տարբերությունը հիմնականում դա է։ Ես նույնիսկ հիշեցի դու իտալացիների հետ կապված շատ հետաքրքիր անեկդոտ ունես։ Ես իհարկե լսել եմ, բայց կցանկանայի մի հատ պատմեիր, որովհետև դա շատ հետաքրքիր ու տպավորիչ է եւ մեջ ունի շատ հետաքրքիր փիլիսոփայություն։ Միգուցե հայ տղամարդիկ էլ այո, դա այդպեսի հայտնի անեկդոտ է Իտալիայում, իրենք պատմում են Լա Բեֆանայի ու իրենց հերոսների վրա, բայց ես երևի ադապտացնեմ, որ ավելի հասկանալի լինի։ Այս անեկդոտը իտալուհիները շատ հաճախ ամեն անգամ շատ են սիրում իրենց տղամարդկանց պատմել, որ նրանք այսպես ձիգ մնան եւ զգոն մնան։ Ասում եմ մի թագավորություն է լինում, որտեղ միայն կանայք են ապրում ու Կաշիի անմահն է ապրում Բաբա Յագայի հետ։ Հերթով գալիս են այդ կանայք այդ թագավորություն, ասում են կարող են գնալ Իտալիա հանգստանալ։ Նո Կաշին ասում է գնա, մեկը գնում է չի վերադառնում, երկրորդը գնում է չի, որը գնում է այս կանանցից չի վերադառնում, մնում են միայն Կաշիան, մահ ու Բաբա Յագան, կանչում է Կաշի, ասում է մի հատ գնա, տես ինչ եղան մեր կանայք։ Բաբա Յագան գնում է ու բնականաբար չի վերադառնում։ Կաշի մի շաբաթ տենց դժբախտ ման է գալիս իրեն պատերով է տալիս, վերջը գնում է, ասում գնամ տեսնեմ ինչ եղան այս կանայք։ Գնում է տեսնում է Իտալիայի հրապարակում Բաբա Յագան նստած է, կողքը այսպես ապերոլ է դրած, կրուասան է դրած, ինքը սենց ծխում է ու ապերոլ է վայելում, ասում է «Պարավ, էս ինչ ես անում»։ Էս ինչ ես անում, այ պարավ։ Ու Բաբա Յագան ասում է գիտես ծերուկ, ասում է այդ քո համար եմ ես պարավ, իսկ այստեղ ես չաո բելա եմ։ Ու այս անեկդոտը շատ հաճախ եմ պատմում, որովհետև ասում են եթե քո համար ես ընթերցված գիրք եմ սիրելի ամուսին, դա չի նշանակում, որ ինչ որ այլ տղամարդու համար ես չաո բելա չեմ։
ու իտալացի տղամարդիկ, ես ասեմ, շատ-շատ վախենում են իրենց կանանցից, միշտ զգոն են, որովհետև իրենց կանայք այսպես sense լավ ձիգ են իրենց պահում, իրենց տղամարդկանց, ու ես ասում եմ, որ մենք ենք խոսում, հաճախ ասում ենք, ինֆանտիլ են, մամաների այսպես տղաներն են, բայց իտալացի տղամարդիկ դա մի աներևակայել է, նրանք կրծքից մայրական կտրվում են 40-ից հետո ռեալ, մինչև 40-45 տարեկան նրանք ապրում են ծնողների հետ, չեն ուզում պատասխանատվություն վերցնել, չեն ուզում ամուսնանալ, չեն ուզում այդ ֆինանսական բեռի տակ մտնել։ Բայց հայ շատ կանանց աղջիկների աչքերում իտալացի տղամարդիկ դրանք իդեալական ամուսիններ են, ապագա ամուսիններ են, չէ՞, միշտ պատկերացումները այդպես էլ կան իհարկե տղամարդիկ, բայց դա մեծամասամբ նաև միֆ է, բայց հիմնական իրենք շատ այդպես այսօր բոլոր շատ աղջիկների սրտեր մենք կոտրեցինք, քանի որ ասացինք, որ մի սպասեք իտալացի արքայազներին, այստեղ նույնպես կան արքայազներ։ Ես միանշանակ կողմ եմ, որ գնաք, ճամփորդեք, տեսնեք աշխարհայացք, բայց ես ամեն միշտ ասում եմ, ես ուր գնում եմ, ես օդանավակայանի պատերը համբուրելով վերադառնում եմ։ Ես պաշտում եմ Հայաստանը, պաշտում եմ Երևանը, այլտեղ չեմ պատկերացնում։ Մեր մոտ Հայաստանի ջիգարը ուրիշ է, չէ՞, այսպես ասած, այս մեր ջիգարը չկա ոչ մի տեղ։ Ուրիշ է, ու բացի դրանից սա Հայաստանը երեխա մեծացնելու երկիր է։ Դու հանգիստ կարող ես քո երեխային հանգիստ թողնել երեկոյան ու կամ ցերեկը որևէ այլ երկրում, ես Ֆրանսիայում ընկերուհիներ ունեմ, որոնք ապրում են, նրանք իրենց բակում երբ երեխան խաղում են, իրենք իջնում հետը նստում են, որտեղ վախենում են։ Մենք Հայաստանի միգրանտներ, մեր մոտ մենք մոնոէթնիկ ենք։ Դա լրջագույն մեզ համար կարևոր մի հանգամանք է, որը մենք հաճախ չենք գնահատում, որովհետև մենք մոնոէթնիկ ենք։ Երբ տարբեր ազգությունների մարդիկ են հավաք, օրինակ նույն Նեապոլում ես վախենում եի հեռախոսս հանել։ Մարսելում։ Ես Մարսելում աղջիկների վզին, այսպես հիմնականում շրամեր են, սպիներ են։ Պոպուլյար Հռոմում, որտեղ բոլորը պոկում են, նույն Հռոմում, նույն Միլանում։ Պայուսակը ուզում ես դնես սրճարանում որևիցե տեղ գալիս են շղթաներով ամրացնում են, ես առաջի անգամ զարմացա, բայց ինչ շղթաներ, ասում եմ ոնց պայուսակը դու պատրաստում ես այստեղ թողել, մի րոպե հետո քո պայուսակը չի լինելու։ Մեր իտալացի ընկերները եկել են, ես հեռախոսս դրեցի սեղանի, սրճարանում նստացինք, ասում եմ հեռախոսդ խես, ինչ է սեղանին դրել։ Դու չես հասկանում, բա ուր պետքա դնել հեռախոսը։ Հանգստացի, մեզ մոտ sense մանր մունր չեն գողանում, մեզ մոտ խոշոր հանգստացի, նա խոշորացավ իհարկե չմոռանանք նաև իտալական մաֆիան, այնտեղ այդ baby gang-երը շատ վատ նոր տենդենս է։ Հիմա չեմ ուզում վախեցնել մարդկանց, բայց կան կանոններ ճամփորդելից կարևոր կանոն, պայուսակը միշտ գցում եք ոչ թե ուսին, այլ վզից, այսպես միանշանակ քո դիմաց լինի եւ դու կարողանաս վերահսկես։ Ուսապարկը եւս արչեվից է գցում, եթե պայուսակը գցում եք այսպես, որովհետեւ ամբողջ աշխարհում է դա տուրիստական բոլոր երկրներում բարձր, դա մենակ ինչ որ մի տեղ չի, դա չի նշանակում դու չպետք է ճամփորդես կամ վախենես։ Ուղղակի անվտանգության կանոնները պահի, որ հետո անակնկալներ, տխուր անակնկալների ուղղակի չհայտնվես։ Հեռախոսը դիր անպայման հատուկ պատյանի մեջ կախովի թելից, որ կախվում է, պայուսակը տուշադիր, հեռախոսը տուշադիր, քարտերը աշխատի հեռախոսի հետ չդնել, հետևն են հիմնականում պատյանի դնում, փողը գումարը տարբեր առանձնացրում, մի մասը էստեղ դիր, մի մասը գրպանում դիր, մի մասը պայուսակում, մի մասը համարում թող։ Սա այն կարևոր կանոններն են անվտանգության, որ դու պետք է երեկոյան աշխատի անծանոթ թաղամասներ չգնալ, հիմնականում կենտրոնական փողոցները, որտեղ տուրիստական Դա վերաբերում է գրեթե բոլոր երկրներին եւ քաղաքներին, այո։ Բոլոր երկրներում վերաբերում է, այդ նույն օրենքներն են գործում։ Շատ լավ, իսկ դու արդեն ունես նախատեսված ճամփորդություն, որը դու արդեն պլանավորել ես քո ընտանիքի հետ։ Մենք պլանավորում ենք գնալ այս տարի երևի Միացյալ Նահանգներ գնանք, աղջկաս խոստացել եմ ցույց տալ Մերլին Մոնրոյի այն հայտնի հյուրանոցը, որտեղ նկարահանել են ջազում միայն աղջիկները։ Ես այնտեղ եղել եմ շատ 2015 թվականին, որ քաղաքում է դա։ Ֆլորիդայում է։ Նույնությամբ պահպանվել է հետաքրքիր այդ հյուրանոցը, որևէ վերանորոգում չեն արել, ոնց այդ ֆիլմը նկարահանել են ջազում միայն աղջիկներ Մերիլին Մոնրոյի հետ։ Նույնությամբ պահպանել է ու անգամ տհաճոտ է գալիս, որովհետև շատ, բայց իրենք վաճառում են լեգենդը։ Նրանք չեն վերանորոգում, որովհետև մարդիկ գալիս են շատ լավ է պատմությունը պահպանել է։ Այո։ Ու այդ նույն լիֆտի այդ տղան, որը երիտասարդ տղա էր, այժմ ծերուկ էր, բայց 2015-ին ինքը դեռևս կար, երբ վերելակում հիշում եք, անդադ մի հատ տղա է բարձրացնում, իջացնում է այդ հերոսներին։
ինքը նորից աշխատում էր այդ հյուրանոցում, նրան հսկայական գումարներ էին տալի, որ ինքը նույն պաշտոնին մնա, որտեղ մարդիկ վճարում են լեգենդի համար, այս միշտ դա եմ ասում, մեր туриզմի տեսանկյունից մենք պետք է սովորենք վաճառել մեր միֆը, պատմությունը, ճիշտ է։ Պատմությունը այդքան չէ, ինչքան դու կարողանաս դա ճիշտ փաթեթավորել, որովհետև մարքեթինգ անել, պատմությունը ճիշտ, լեգենդը դա պատմությունը ճիշտ մարքեթինգ անելն է։ Մատուցես, ներկայացնես։ Ես իհարկե այդ քո նշված հյուրանոցը չեմ եղել, բայց եղել եմ Palm Springs-ում, Henry Monroe-ի մի հատ հսկայական արձան կա ու շատ հայտնի վայր է նկարահանման, Instagram-յան նկարների համար։ Լավ, ես մի հատ պատմություն նաև հիշեցի, թե մենք ոնց ենք իրար հետ ծանոթացել, Գոհար ջան, 2020 թվականն էր, COVID, այո, COVID-ի տարիները, դու հրավիրեցիր ինձ հարցազրույց տալու, որպես տուրիստական ընկերության ղեկավար, ու հարց տվեցիր, ասեցիր, իսկ ինչ ես կարծում, հետագայում туриզմ կլինի, թե ոչ, ես նենց հիշում եմ քո հարցը, ու ես այդ ժամանակ իհարկե շատ ընկճված էի, բայց շատ վստահաբար ասեցի, իհարկե, ավելի մեծ ոգևորությամբ են ճանապարհորդել, ավելի շատ այն ժամանակ ես արդեն իմ պատկերացումները տիեզերք ուղարկեցի եւ իհարկե ակնկալեցի, որ հիմա շատ ավելի լավ է մեր ճանապարհորդային վիճակը, քանի որ բացի Եգիպտոսից կամ Միացյալ Արաբական Էմիրություններից ընտրում են արևելյան ուղղություններ, եվրոպական ուղղություններ։ Ինչ ես կարծում, ինչը ստիպեց COVID-ից հետո մարդկանց այսքան շատ ճամփորդել, այսքան սերը դեպի ճամփորդությունը, որ ինչը ստիպեց։ Վախը, այդ 4 պատերում փակված լինելու այդ վախը, երբ բոլոր այդ հրեշները, որը սովորաբար մեզ այցելում են, բոլորս ունենք մախքներ, հրեշներ, մենության սարսափ, այդ ամեն ինչը խտացված, երբ մարդիկ դրա միջով անցան, հասկացան, որ լավագույն ներդրումը թերևս հիշողություններն են, ճամփորդությունն է, որովհետև կարող է մի վայրկյանում այդ ամեն ինչը փլուզվել, գնալ այդ քո տները, ամեն ինչը, բայց այդ հիշողությունները, այդ էմոցիաները, որը մենք ձեռք ենք բերում ճամփորդելիս, միշտ մնում է մեզ հետ, ու ես համարում եմ, որ դա է լավագույն։ Հիմնականում պետք է ներդնել կրթության, սեփական կրթության, ինքնազարգացման մեջ ու ճամփորդելու մեջ։ Ճամփորդելը եւս ինքնազարգացման ու կրթության տեսակ է։ Դու երբ ճամփորդում ես, դու տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների մարդկանց հետ ես առնչվում ու աշխարհընկալումդ է ավելի լայնանում։ Դու ավելի շատ հարցերում նաև հասկանում ես կամ գնահատում ես այն ինչ ունես, վերարժևորում ես այն ինչ ունես։ Դու մարդկանց ես, չէ՞, ընդունում ոնց որ ինչպես իրենք կան, դու չես փորձում իդեալականացնես մարդկանց։ Դու հասկանում ես, որ այս մարդը սենց է, մյուսը նենց ու պետք չեն իդեալներ։ Շատ ճանապարհորդել այդ մտահորիզոնը դրանում է ընդլայնվում եւ արդեն մեծ տարիքում կամ այն աշխարհ մենք հաստատ ֆինանսական կամ նյութական ոչինչ չեն կարող տանել, բայց վերջում մնում են մեզ հետ ինչ հիշողություններ։ Հիմա ինչն է ավելի հեշտացել, որ պարտադիր չէ հսկայական գումարներ ունենալ ճամփորդելու համար։ Հիմա կան բազմաթիվ այսօր տարբերակներ մատչելի որակյալ ճամփորդելու համար։ Պարզապես դու պետք է հասկանաս այդ մեխանիզմները, ինչպես արդեն ասացի, ընտրես քո նախասիրությունների հանգիստ։ Նայում ես նախ առաջին հերթին դու կարող ես բաց դատաներով, բաց ամսաթիվներով նայել մատչելի տոմսեր։ Ես այսօր ամրագրել եմ նոյեմբերի համար նախատեսված ճանապարհորդություն։ Ես նախապես նոյեմբերի համար այսօր վերցրեցի իմ ճանապարհորդությունը։ Եթե դա նախապես ես ամենից հնարավորություն էր տրված, ասացի ինչու ոչ։ Մատչելի է լինում, նախապես ամրագրածները միշտ ավելի դու տեսնում ես, ընտրում ես ուղղություն, տեսնում ես մատչելի, միանգամից վերցնում ես, հետո արդեն նախապես կարող ես նայել, ընտրել մատչելի տարբերակ։ Կան հյուրանոցներ, որոնք այսօր եւս արդեն ասացի, որ հյուրանոցները այդ նոր միտումի համեմատ ավելի են մատչելի դարձել, քան Airbnb-ն, իդեպ նոր միտում է գնում։ Մյուս միտումներից туриզմի մեջ այդ օվեր туриզմը ասված պայքարի, այդ մարդիկ հոգնել են նույն տեղերը գնալուց, հայտնի տեղերը գնալուց, որտեղ ամեն ինչ շատ туриստները շատ են, ամեն ինչ շատ է, տուրիստական վայրեր են, բնակիչները նրանք եւս դժգոհ հոգնած են այդ туриստներ ու նոր ուղղություններ են հայտնաբերում, որը եւս շատ հետաքրքիր է։ Նաեւ այս կոնտեքստում ասեմ շատերը գալիս են այսօր Հայաստան, որովհետեւ թե սնունդի առումով սպասարկումը։ Մեզ մոտ սպասարկումը շատ բարձր է։ Իտալիան ասում ես, սարսափելի է Իտալիայի սպասարկումը։ Որովհետեւ կարող է մատուցողը քեզ հավասարը հավասարին զարմանա, ինչի պետք է ինքը քեզ համար ինչ-որ տանի, բերի եւ այլն։ Ու նկատել ես, որ ավելի տարեց տղամարդիկ են հիմնականում սպասարկման ոլորտում աշխատում Իտալիայում։ Ես նկատել եմ։ Դա ինձ դուր է գալիս, որովհետեւ
չկա այդ էյջիզմը, չկա որ գրված է պահանջվում է բարետեսարտակինով մատուցողուհի երկար ոտքերով իմացությամբ, չգիտեմ, դու չես հասկանում, իսկ այնտեղ ես տեսնում եմ մարդկանց հենց ամենատարբեր տարիքի պապիկներ էին սպասարկում, դա իհարկե դրական էր զուտ տեղի բնակչության առումով, բայց սպասարկման որակի վրա Ուժում է որակը, քանի որ նա տարիքն ես հարգում արդեն իր ինչ որ չկատարած ծառայությունների համար միայն թեավճար տալիս ես։ Իր բնակչի մասին, դա եւս լավ է։ Իսկ ինչ վերաբերում է որ մատուցող, որ ասում ես հավասարի քեզ հավասարին նայում է, դա նրանից է, որտեղ մատուցող գիտի, որ ինքը անգամ եթե, չգիտեմ, բերի այսպես շպրտի կոտրած ափսեով քո սուրճը, որի մեջ կներկարտահայտության համար նախապես թքել է, միևնույն է դու գալու ես իր կոլիզեումը նայելու։ Միևնույն է գալու ես ու վճարելու ես դրա համար։ Դրա համար նրանք երես առած են այս առումով։ Ու շատերը այսօր ընտրում են ոչ պոպուլյար այդպես տուրիստական ուղղություններ են բացահայտում, նոր ուղղություններ, որտեղ չկա այդ խնդիրը։ Ու քեզ հետ կարելի է ժամերով խոսել, բայց քանի որ սահմանափակամ է ժամանակը, քիչ-քիչ մենք ամփոփենք, անդրադառնանք մեծ բլից հարցերին, բայց մինչև բլից հարցերին անցնել եմ ու մեզ պատկերացնում ես որպես հաջորդ հաղորդման հյուր, որ կարող է այդ քեզ նման այդպես հավես կիսվի իր հնարքներով, իր փորձառությամբ ու մեզ տեսնում։ Ոյ։ Այդ դժվար հարց տվեցի քեզ։ Հիմա պետք է դու մի քիչ լարվես։ Ժիրայրին կանչեք, իմ գործընկեր Ժիրայրին, եւս շատ ճամփորդել է, եւս տարբեր պատմությունների մեջ է ընկել։ Ժիրայրը մեր այս մասնաճյուղի բացմանն էլ կար։ Շատ լավ։ Հիմա արի բլից հարցերին անցնենք։ Պատրաստ ես։ Գնացինք։ Ճանապարհորդության մեկնելիս, ինչը հաստատ չէր թողի տանը, քո սիրելի կարմիր շրթներկը, թե արևապաշտպան քսուկ։ Կարմիր շրթներկը։ Նոր երկրներ բացահայտել, թե սիրած վայրերը նորից այցելել։ Նոր երկրներ բացահայտել։ Խաղաղ սրճարան, թե ակումբ։ Կախված տրամադրությունից։ Հիմա ի՞նչն է տրամադրությունը, ակումբ, թե խաղաղ սրճարան։ Սրճարան։ Կոլիզեումի շուրջը ռոմանտիկ ընթրիք, թե զբոսանք Չիչինիցայում։ Զբոսանք Չիչինիցայում։ Շատ լավ։ Ծրագրավորված հանգիստ, թե շարժվել ըստ տրամադրության։ Շարժվել ըստ տրամադրության։ Արշավ դեպի մոռացված ավերակներ, թե ժամանակակից մեգապոլիս։ Ժամանակակից մեգապոլիս։ Լավ։ Ռոմանտիկ արևամուտ, թե ընկերներով գաստրոտուրի։ Ընկերներով գաստրոտուր։ Եվ վերջի հարցը, որ հայտնի գրողի հետ կճանապարհորդեիր։ Որ հայտնի գրողի Նաբոկով։ Շատ լավ։ Գոհար, ես հասկացա, որ քո վարդ կերպարը գալիս է քո այս sense անհամար անթիվ ճանապարհորդություններից։ Իսկ մենք ունենք հիմա ունկնդիրներ, ովքեր ունեն wish list-եր, ցանկությունների ցուցակ, բայց չունեն միգուցե ժամանակ կամ հնարավորություն ճանապարհորդելու։ Այ վերջում քո խորհուրդը ինչ կցանկանաս նրանց։ Ես գիտեմ, որ ամեն ինչ կախված է մեզնից։ Ես ճամփորդել եմ անգամ, երբ շատ քիչ գումար եմ ունեցել։ Դա գումարի հետ կապ, ճամփորդելը գումարի հետ կապ չունի։ Ճամփորդելը կապ ունի ցանկության հետ ու պարզապես դու պետք է քեզ նեղություն տաս, դուրս գաս քո կոմֆորտի զոնայից, ինչպես արդեն ասացի, կարող ես գտնել շատ մատչելի տարբերակներ։ Բայց ճամփորդել անգամ ես հարևան Վրաստանում եմ, ցի տեղեր եմ գնացել բացահայտել, ենթադրենք, որ այդպիսի արգելոցներ նույն Աջարիայում ես հանդիպել եմ, ենթադրենք, օրինակ Մտվարի այդպիսի արգելոց կար, այդպիսի հանդիպել եմ Տանզանիայում եկել։ Ինձ թվաց ես Տանզանիայում եմ, այդպիսի տպավորություններ։ Ասածս այն է, որ դու միշտ կարող ես տարբերակներ գտնել ճամփորդելու, անգամ Հայաստանում կարող ես, մենք մեր երկիրը ի դեպ շատ վատ գիտենք։ Ես գիտեմ մարդիկ, որ այդպես երազում են իտալիաների, պորտուգալիաների մասին, բայց մեր երկրում չեն ճամփորդել։ Ես սկսել երկիրը բացահայտելուց։ Նախ բացահայտել ամեն շաբաթ ձեզ համար դրեք նպատակ, բացահայտում եմ Հայաստանի այս անկյունը, գնացեք արշավներ կամ բազմաթիվ արշավներ, որոնք հայքինգներ, որոնք շատ մատչելի են, չգիտեմ, 5000, 8000 դրամ է, բայց դու լիցքաթափված ես գալիս, նոր ընկերներ ես ձեռք բերում, դու դուրս ես գալիս, նոր էմոցիաներ ես ու ի վերջո սովորում ես այդ դիսցիպլինային, սովորում ես գնալ, հավաքել իրերդ ինչ է պետք, ինչ է անհրաժեշտ, որևէ բան չմոռանալ։ Դա սկսեք դրանից, սկսեք Հայաստանը բացահայտելուց, կարող եք հետո արեալը մեծացնել, Վրաստան, հետո գնալ արդեն մի քիչ Վրաստանից այլ երկրներ, գնալ Իտալիա, չգիտեմ, գնալ Մոնտենեգրո, կան մատչելի բազմաթիվ տարբերակներ, որ ինչպես արդեն ասացի, թե նախապես դուք տոմսերը սկզբում ընտրեք տոմսերը, ուղղությունը, տեսեք որն է ավելի մատչելի, ընտրեք ձեր ժամանակը ու կարող եք պարզապես դրան տրամադրել, վերաբերեք դրան որպես հոբի, որը դուք ուզում եք անպայման ունենալ ու ժամանակ տրամադրեք, որևէ բան առանց ժամանակ, ջանք
գործադրելու չի գալիս քո Կյանքի չի կոչվի։ չի ընկնում գլխիդ ամեն այնպես իմ պարագայում։ Շնորհակալ եմ քեզ Գոհար ջան։ Սիրով։ Շնորհակալ եմ նաև մեր ունկնդիրներին, որ մեզ հետ են եւ մեկնաբանություններում ուզում եմ գրեք, թե ինչ հետաքրքիր հնարքներ սովորեցիք այս մեր ոդկասթի ընթացքում։ Իսկ վերջում անպայման ձեզ հիշեցնեմ, որ այն գումարը, որը դուք ծախսում եք ձեր ճանապարհորդությունների վրա, հարստացնում է հենց ձեզ։